Երկքաղաքացիներին կտրամադրվի ազգային վարորդական վկայական առանց որակավորման քննություններ հանձնելու։ Կառավարության որոշմամբ երկքաղաքացի հանդիսացող անձինք ազգային վարորդական վկայական ձեռք բերելու համար այլևս տեսական եւ գործնական քննություն չեն հանձնի, ընդ որում նոր վկայականը տրվելու է առանց հինը հանձնելու։ Ընդհանուր Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում կա այդպիսի պայմանավորվածություն եւ սա արդարացի որոշում է, որովհետեւ Հայաստանի երկքաղաքացին իսկապես կարող է գալ Հայաստան, բայց այլ պետությունում ստացած վարորդական վկայականի պարագայում նա հանդիպում է խոչընդոտների։ Կարելի ասել վաղուց հասունացել էր այդ ժամանակը, որպեսզի այդ անձանց հնարավորությունները ընդլայնվեն ստանալու ազգային վարորդական վկայական։ Երկքաղաքացիություն ունեցող Արսեն Պարոնիկյանը 20 տարի Ռուսաստանի վարորդական վկայականով է երթևեկել։ Պատմում է, Հայաստանում փորձել է հանձնել գործնական քննություն, սակայն չի հաջողվել։ Այս կարգի մասին մի քանի օր առաջ եմ տեղեկացվել, 2-3 օր առաջ, բայց ամսի 8-ին ես հարցրել եմ այս նորության մասին, որ հնարավոր է, որ առանց վարորդականը հանձնելու դիմում գրելով կարճ ժամկետում ստանալ, իրանք տեղյակ չէին ամսի 8-ին, իսկ հետո ես 12-ին արդեն իրանք նոր տեղյակ էին։ Փոփոխությունը իհարկե ողջունվում է։ Նոր ընթացակարգով քաղաքացին պետք է ներկայացնի այլ պետություններում ստացած վարորդական վկայականների պատճենը, անձը հաստատող փաստաթուղթ, պետական տուրքի վճարման անդորրագիր։ Սա նախնական փուլն է, այս փաստաթղթերը ներկայացվում են Ներքին գործերի նախարարության լիազոր ստորաբաժանում, որից հետո տվյալները մուտքագրվում են համակարգիչ։ Սկսվում է այսպես կոչված երկրորդ փուլը, տվյալների ստուգման, համադրման փուլ կարելի է դա կոչել։ Կատարվում է ստուգում թմրաբանական կամ հոգեբուժական բժշկական հաստատություններում եւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում քաղաքացու հաշվառված չլինելու, ինչպես նաեւ այլ պետություններում ստացած վարորդական վկայականի վավերականության վերաբերյալ։ Պահանջները ինչ որ պետք էր, դիմումը գրեցինք, փաստաթղթերը շատ արագ ներկայացրեցինք, դրա մեջ ոչ մի խոչընդոտ չկա, խոչընդոտը միայն ժամանակի հարցումն է։ Գործընթացը երկարում է, քանի որ վկայականի վավերականության ստուգման համար հարցում է արվում այն երկրին, որը տրամադրել է վկայականը։ Նշված ընթացակարգերն ավարտելուց հետո քաղաքացին լուսանկարվում է եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում նրան տրամադրվում է ազգային վարորդական վկայականը։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր